Օրագիր Նյուզը շարունակում է ուսումնասիրել եւ իր ընթերցողներին ներկայացնել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների 2023 թվականի հայտարարագրերը։ Այսօր ուսումնասիրել ենք իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Անդրանիկ Քոչարյանի, նրա կնոջ Լուսինե Քոչարյանի եւ չափահաս որդու Վազգեն Քոչարյանի գույքի եւ եկամուտների հայտարարագրերը։ Որպես անշարժ գույք Քոչարյանը հայտարարագրել է միանձնասեփականությամբ 2 բնակարան եւ 1 ավտոտնակ Երևան քաղաքում։ Բնակարաններից մեկը նա գնել է 2002 թվականի ապրիլի 1-ին, մյուսը 2020-ի դեկտեմբերի 2-ին, իսկ ավտոտնակը 1997 թվականի օգոստոսի 15-ին։ Տարեվերջին Քոչարյանի բնակարաններն ու ավտոտնակը պահպանվել են։ Շարժական գույք ավտոմեքենա ԿՊԱ-կան падգամավորը չի հայտարարագրել։ Քոչարյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 3.30.130 դրամ, 9.425 դոլար, տարեվերջին 5.854.979 դրամ, 88 դոլար եւ 1000 եվրո։ Որպես կանխիկ դրամ տարեսկզբին Քոչարյանը հայտարարագրել է 2.300.000 դրամ, տարեվերջին 4.700.000 դրամ։ Անդրանիկ Քոչարյանի տարեկան եկամուտը կազմել է 13.32.840 դրամ, որը ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։ Հատկանշական է, որ Քոչարյանների ընտանիքում միակ աշխատող շունչը Անդրանիկ Քոչարյանն է, իսկ նրա կինն ու որդին ըստ հայտարարագրերի գործազուրկ են։ Падգամավորի կինը Լուսինե Քոչարյանը շարժական գույք եւ անշարժ գույք չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 38.291 դրամ եւ 6 դոլար, տարեվերջին 135.409 դրամ եւ 500 դոլար։ Նա ունեցել է նաեւ 3000 դոլար կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 2700 դոլար։ Անդրանիկ Քոչարյանի կինը եկամուտներ չի հայտարարագրել, ենթադրվում է, որ վերջինս չի աշխատում։ Քոչարյանի որդին որպես շարժական գույք հայտարարագրել է 2015 թվականի արտադրության Volvo Magnişi ավտոմեքենա, որը նա գնել է 2022-ի հունիսի 3-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։ Վազգեն Քոչարյանի բանկային հաշիվները ողջ տարվա ընթացքում դատարկ են եղել, իսկ որպես կանխիկ գումար նա հայտարարագրել է 3.700.000 դրամ, որը տարեվերջին աճել է, դառնալով 4.700.000 դրամ։ Քոչարյանի որդին նույնպես եկամուտներ չի հայտարարագրել։